Հայդար, այսօր եկել եք կանգնելու արցախցիների կողքին, որտե է ձեր պահանջը։ Որպեսզի հետ վերադարձնեն մեր պատմական հողերը, մեր հազարամյա պատմական հողերը վերադարձնեն։ Ոնց տվելա թուրքերին նեզեր պիտի վերադարձվի։ Ինքը մի օր աթոռի վրա ավել նստելու համար Արցախը վաճառել է մանատով։ Էդ տականքը ազգի դավաճանը պիտի վերացվի, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա իր նպատակին հասնի։ Քանի ինքը կա, մենք ոչ մի բանի չենք հասնելու։ Չգիտեմ, սպանելու ենք, թե ինչ ենք անելու, մի բան պիտի արվի, որ այս դաշտին դահիճից ազատվենք։ Ուրիշ ճար չկա։ Այսքան Ղարաբաղցիներ հավաքվել են, այսքան արցախցիներ հավաքվել են, հանուն մի նպատակի, որ միավորվենք այս ժողովրդին մի բան անեն։ Նպասի ձրկել են, թոշակի ձրկել են, ոնց են ապրելու։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում գաղթական ժողովուրդներ եղել են կան ու կլինեն, նրանց համար ամեն ինչ արել են, մի բան են արել։ Եթե չեն տեր կանգնում է ժողովուրդին, թող թույլ տան գնան տարբեր երկրների քաղաքացիություն ընդունեն, բայց ես խորհուրդ չեմ տա, Ղարաբաղցիներ ձեր ցավը տանը մի ցրվեք, մնացեք մի ահամուր, խնդրում եմ, մի գնացեք, քանի գնաք պակասելու ենք ու վերջը երևալու է, մի գնացեք, ստիպեցեք պետությանը, որպեսզի ձեզ նպաստը տա, ձեր ինչ կորցրել են այդ կորուստի փոխհատուցումները տան հարցը լուծեն, ձեր բնակավարի հարցը լուծեն, ձերի բժշկություն, ձերի կրթություն։ Մենք ունենք լավ երեխաներ, որոնք շատ լավ են սովորում, նրանց առաջընթաց տան, որպեսզի կարողանան այդ երեխաքը, այդ սպորտսմենները, այդ լավ տաղանդավոր երեխեքը առաջ գնան։ Ղարաբաղցին պայքարելա, թող շունները չհացան, որ Ղարաբաղցին չի կռվել, Ղարաբաղցին կռվելա, վերջում էլ այրեցին, խորովեցին ու ճամփու դրեցին։ Ես Արցախցի եմ, Շահումյանի շրջանից եմ, իմ տղան Արցախի հերոս է, Դավիթ Հարուշանյանը։ Խնդրում եմ ժողովրդին ոտքի կանգնել, բոլորը ոտքի կանգնել և պայքարել հանուն իրանց անկախության, ազատության և բոլորին թոշական նպաստան նորից եմ կրկնում, պայքարեցեք ձեր համար, սա ղեկավարություն չի, մեզ ղեկավարում են թուրքերը, 3 թուրք, Ալիևը, Էրդողանը, մեկ էլ Նիկոլը, մեզ 3 թուրք են ղեկավարում, եթե կարողանանք այդ 3 թուրքից փրկվենք, երկիրը կընկնի հունի մեջ, անկախ Ղարաբաղ լինելու է, միանալու է Հայաստանին և մենք ազատ ապրելու ենք, դեպի լավ ապագա եմ ցանկանում ժողովրդին և մեր գերիներին ցավը տանեմ, մեր գերիներին, խնդրում եմ պայքարենք մեր գերիների համար, գերիները ոչ մի բանով մեղավոր չեն, գերիները հանուն ժողովրդի են գերենքել, հանուն ժողովրդի հանձնվել են, նրանք գերի չեն, նրանք պատանդ են, պատանդառու են, պատանդ են գնացել, որպեսզի 120,000 ժողովուրդը փրկվեն, չի կարելի մոռանալ, եթե նրանց մեջ մեղավոր չկա, մենք ունենք մի թշնամի և մի ոստիկանություն, Նիկոլը և ոստիկանությունը, եթե ոստիկանությունը չլինի, մենք կփրկվենք, հարկավոր է վեզը կտրել, պայքար միջև էր, նստացույցը, հացադուլը, ամեն բան պիտի անենք, որպեսզի փրկվենք, առանց ժողովրդի պայքարի մենք նպատակը չենք հասնելու, պիտի կեցի Ղարաբաղը, կեցի անկախ Արցախը, որ միանալու է մայր Հայաստանին, Աստված ջան։